Ստացվել է այնպես, որ Շիրակը առաջնության շրջանակում վերջին անգամ Արարատ Արմենիային հաղթել է ավելի քան 5 տարի առաջ 2020-ի հունիսի 20-ին։ Այդուհանդերձ պայքարը թեժ է լինելու, Շիրակը լավ մարզավիճակ է հավաքել, Արարատ Արմենիան էլ ձգտելու է դադարի գնալ առաջատարի կարգավիճակում, մանավանդ որ նախորդ տուրում պարտվել է։ Եվ այսպես հանդիպումը սկսված է եւ գնդակով Շիրակի ֆուտբոլիստներն են աչից համար 66 Վազգեն Սարգսյան եւ հարձակվող համար 9 Լիով Ամրյան, գլխավոր մարզիչն է Արսեն Հովհաննիսյանը։ Գրովում են դաշտի տերերը, Օլիվեյրը արված եւ շեղ է ընթանում գնդակը։ Կենտրոնական պաշտպան մնում է թիկունքում, Հենակետային Մուրադյանի հետ Բալանտան նրանց դիմաց, մնացածը միտված են հարձակմանը, Սերոփյանը հերվից հարվածեց, շեղ է ստացվում, բայց սպառնալից հարվածեց եւ տրիբունայից հետևում է խաղին և 11 մետրանոց է վաստակում Արարատ Արմենիան, Բալանտան ընկավ տուգանային հրապարակում ու մրցավարը անմիջապես ցույց տվեց նշակետը Բալանտա և Կարապետյան, ևս մեկ հարված, Բալանտա, Կարապետյան, ֆանտաստիկ է խաղում, Շիրակի դարպասապահը Լիովա Կարապետյանը երկու հարված հետ մղեց Վիդիչ, Մնացականյան, անընդհատ այս հատվածով է Շիրակը փորձում իր գրոհը կառուցել շարժվել առաջ, բայց դա հազվադեպ է ստացվում, հիմա ինչ տեղի ունեցավ Մրցավարը թիմերին կարծես թույլ չի տալիս խաղը շարունակել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայից, որտեղ Արարատ Արմենիան Fast-X Premier League-ի 15-րդ տուրում մրցելու է Գյումրիի Շիրակի դեմ։ Խաղը սկսվեց 3, բայց ընդհատվեց ստադիոնում լուսավորության հետ կապված խնդիրների պատճառով, ընդհատվեց մրցավեճը 26-րդ րոպեին եւ հանդիպումը շարունակվելու այսօր այն նույն րոպեից, երբ ընդհատվեց։ Սումբուլյանն է գնդակով, Արարատ Արմենիային չեն օգնում Ալեքսանդր Ժոսմալիսը եւ Ջոնաթան Դուարտեն, Արայիկ Էլոյան, Շաղոյան, բայց հարվածը անհաջող էր, շատ թույլ հպում էր գնդակին, Ամրյանը խլեց գնդակը, փոխանցեց աջ, շատ լավ գործողություններ եւ ճիշտ որոշում, Դարփինյան, Վազգեն Սարգսյան, ստացավ գնդակը տուգանային հրապարակում, փոխանցում աջ, Դարփինյան, Զախով փոխանցում է եւ գոլ! Լիովա Ամրյան 1-0, Շիրակը առաջ անցնում հաշվի մեջ, վարկյաններ առաջ, խոսում էինք Մրյանի լավ խաղի մասին, Փինյան, Կոդյան ազատ է, նկատում են նրան թիմակիցները, Կոդյան, Միսակյան, ինչ լավ գրոհ է, Միսակյան, փոխանցում է Վազգեն Սարգսյան եւ դիպավ գնդակը Արարատ Արմենիայի ֆուտբոլիստին, հակագրոհները ստացվում են, շատ գեղեցիկ թիմային գոլ խփեց Շիրակը, այլ վտանգավոր հակագրոհներ էլ ունեցավ, ինչպես օրինակ այս վերջինը։ Իսկ Արարատ Արմենիան մի փոքր հախուռն է գործում ու վտանգավոր է հիմա եւ 1-1։ Այդուհանդերձ վերջին վարկյաններին առաջին կեսի Արարատ Արմենիան հավասարեցնում է հաշիվը, շատ դրամատիկ հանդիպում է ընթանում։ Շատ դրամատիկ եւ Արայիկ Էլոյանը նորից գրավում է Շիրակի դարպասը։ Գրիգորյան, փոխանցում, Բալանտա, չստացվեց հարվածը, պայքարում է մինչև վերջ Մուրադյանը, Սերոփյան հարված, Կարապետյանը հեռացնում է գնդակը, եւս մեկ փրկություն Լիովա Կարապետյանից։ Սա արդեն նմանվեց Արարատ Արմենիային, շատ ավելի բովանդակալից են գրոհները կազմակերպում և շարունակական ճնշում գործադրում։ Շաղոյան։ Եվս մեկ փոխանցում տուգանային հրապարակ, Օլիվեյրը 2-1։ Ուգո Օլիվեյրը։ Արարատ Արմենիան արդեն հաղթողի դերում է։ Գերազանց գոլ է խփում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը։ Աջ պաշտպան Ուգո Օլիվեյրայի 4-րդ գոլը այս մրցաշրջանում։ Հավասարվեց Արայիկ Էլոյանին ընդամենը մի քանի րոպե, Էլոյանը մնաց գլխավոր ռմբարկուի դերում։ Գնդակից այդպիսով ազատ թողնելով թիմակիցներից որևէ մեկին
Շաղոյան, Գրիգորյան, ազատ էր Գրիգորյանը, լավ փոխանցում էր, բայց փայլուն է խաղում Լյովա Կարապետյանը։ Օլիվեյրա, Սերոպյան, Բալանտա, Օլիվեյրա, փոխանցում և այսքան լավ խաղարկել էին ստանդարտը։ Խաղից դուրս վիճակ կար ամեն դեպքում։ Արթուր Սերոպյան, հարված և գոլ! Արթուր Սերոպյան, զարմանահրաշ շարված Տուգանայինից, կրկին վերհիշեցինք նրա գոլը ԲԿՄ-ի կազմում Փյունիկի դարպասը, Արարատ Արմենիայի կազմում Պուշկաշ ակադեմիայի դարպասը, Այոնա Տուգանայինից գոլեր կարողանում է խփել և շքեղ հարվածով գրավում է Լյովա Կարապետյանի պաշտպանած դարպասը։ Խաղարկում են Օլիվեյրա, փոխանցում Էլոյան, հարվածեց, բայց գնդակը ընթացավ Կարապետյանի ուղղությամբ։ Մուրադյան, շատ օգնում թիմին, այո, հարձակման ներուժը Արարատ Արմենիայի մեծ է, մեծ քանակով է թիմը գրոհում և պետք են ֆուտբոլիստներ, Գրիգորյան, Կարապետյանը հեռացնում է գնդակը։ Հարվածային դիրքում էր հիմա էլ ձախ պաշտպան Էդգար Գրիգորյանը։ 21-ին Հայաստան-Իսլանդիա խաղում էր Հակոբյանը գործել որպես ձախ կիսապաշտպան։ Մուրադյան, Այոնգո, Այոն գոլ, 4-1, Այոնգոն ևս հաջողության է հասնում երկրորդ գոլը ընթացիկ առաջնությունում, Պոլ Այոնգոյի համար, 4-1, Արարատ Արմենիայի առավելությունը էլ ավելի շոշափելի է դառնում։ Արարատ Արմենիան 34 միավորով առաջնության առաջատարն է և հնգական միավոր գերազանցում է Ուրարտուին, Փյունիկին և Ալաշկերտին։ Այսպես Արարատ Արմենիան գնում է ձմեռային դադարի որպես առաջնության առաջատար։